Ընտանեկան արժեքների վերականգնում, ազգային ընտանեկան արժեքների հետ բերում, ընտանիք հասկացողության այս նորագույն տենդենսների բարակայում ապականությունը մի հատ հասկանանք վերլուծենք։ Նախ ընտանիքը մի քանի ձև է լինում է համայնքային ընտանիք, բազմակնություն, մոնոգամ ամուսնություն, բազմաամուսնություն, որ մի քանի տղամարդիկ մի կնոջ հետ են, կա մատրիարքատ, կա պատրիարքատ, այսինքն հայր իշխանություն, մայր իշխանություն, որտեղ ժառանգություն ունեցվածքի եւ որոշումների պատասխանատվությունը մայր իշխանությունն է, այնտեղ պատրիարքի իշխանությունը։ Իհարկե հասկանալի է, որ նորագույն տենդենսները 10-րդ դարի հետ 18-19-րդ դարի գիտության տեխնիկայի զարգացման արդյունքում զարգացումը, որի արդյունքում մարդկային բարեկեցությունն է փոխվել, կոմունիկացիաներն է փոխվել մինչև 19-րդ դարը մարդու համար հայրենիքը իր գյուղն էր մի օրվա ճանապարհի հեռավորության շրջակայքում էր։ Դա հայրենիքը ոնց որ հիմա խոսքի Աֆղանիստան, Թուրքիա, այնտեղ Հնդկաստան, Եգիպտոս, դրանք մոտ մեկը գյուղ են կողմ գյուղերն են, պետություններն են, առաջ 1-3 գյուղ են կողմ գյուղերը պետություններ են եղել։ Հիմա Երևանը Սևան, այտենց մի քիչ մի ժամվա ճամփա է, ասենց ասենք, կարծես գնաց Լողանաս հետ գալ, բայց մինչև այս 10 ավտոտրանսպորտի իհայտ գալը Սևան գնալու համար պետք է մի 3 օր, 2-3 օր։ Բաթում գնալը մի օր է տևում, առաջ դրա համար տևում է երևի մի 2 շաբաթ։ Որ գնում ենք հանգստանում ենք, մարդկային կյանքը ընդարձակվել է։ Եվ այս տենդենսին շատ բան է փոխվել ընտանեկան հարաբերությունները գերդաստանային ընտանիքին, դրան գումարվել է մեր ազգի պարագայում հայոց մեծ ցեղասպանությունը, առաջին համաշխարհայինը, կարմիր տեռոր, բոլշևիկյան ապականություն, կոմունիստական դեպերշություն, երկրորդ համաշխարհային պատերազմ, այնտեղ 60-ական, 70-ական, 80-ական թվերին մի քիչ ոնց որ զուշտի եկանք, առերս այնքան որ օկուպացիոն ռեժիմին դեմ չգնայինք, չբարձրացնենք, բայց տիխարի մեկ գլուխը պահում էինք, լոյալություն ենք ցույց տալի, ամենը կործանվեց 90-ական թվականներում, Կեղծ Ղարաբաղյան շարժում, 90-ական 2000-ական թվականներին խոպան հասկացողությունը, որ 100,000-ով որ հայ ընտանիքներ քայքայվեցին, դրան գումարվեց այս սերիալային լուսամուտները, այս միկվայս ինտերնետային այս տրեյնինգները, որ միայնակ ամենակարող թքած ունեմ ամեն ինչի վրա, սենսեն այդ թքած ունեցողներին գնացեք մի հատ չոլում, ինչ որ ձեր կացություն ստեղծեք, ստանանք ինչի վրա կարող թքած ունենաք, քանի օր կդիմանաք, չեմ ասում շաբաթ ամիս։ Հիմա ընտանիքը որպես այդպեսին, ինչ են ընտանիքի մասին խոսանք, ձևավորվում է ազգային դокտրինի շուրջ։ Ազգային դокտրինը ձևավորվում է բնակլիմայական պայմանների, մարդկային գործունեությունից, գումարած մարդկային ֆակտորներ, այդ ամենը հարևանների չփում բանը ձևավորվում է ընտանիք հասկացողությունը։ Ընտանիքի ամուսնության ամենակարևոր գրավականը դա սոցիալական, ունեցվածքային, բարոյական երաշխիք ունենալն է։ Տենց փարոսն է, գլխավոր հիմնասյունն է, որը հանում ես ամեն ինչ կանում։ Ամենացածը այնտեղ դեկորացիաները, ոնց որ տան գլխավոր խնդիրը, տուն կառուցելու գլխավոր խնդիրը բնակլիմայական փոփոխություններին դիմագրավելն է, նոր արդեն ինչ մատերիալ, ինչ չափսի մեջ, ինչ գույնով, ինչ բանով, այդ արդեն գալիս է մարդու հնարավորությունից, ֆանտազիայից, կոնկրետ պահանջից։ Եվ ընտանիքն է գլխավոր գրավականը, դա սոցիալական, հոգեբանական, բարոյական, նյութական երաշխիք ունենալն է։ Ամուսնությունն ու ընտանիքը։ Այդ պարագաներում, որ խոսքին հնում, մինչև առաջին համաշխարհային պատերազմը մարդիկ երեխեքին շուտ են ամուսնացել, 13-16 տարեկանում երեխեքը վիզ են դրել շուտ ամուսնանան, մի քանի պարագաներից ամենակարևորն է, որ ոչ միայն մեր մոտ, այլև ամբողջ աշխարհում հիմնականում որ ուտեստը սարքել են, առաջինը տղամարդու մեծ տղաներն են նստել կերել, հետո կանայք տակիչ մնացել է երեխեքին են տվել, մեծ չիմիկվա երեխեքի նման, կանայք երեխեքը տղամարդիկ նստում են հացվել, դա մեր զարգացվածության, բարեկեցության վաղվա օրվա երաշխիքի պայմանավորված է, դա ոչ միայն մեր հոգևոր բարձր արժեք համակարգից, այլև այդ հանգամանքից է կախված, որտեղ նախընտրել են տան տղամարդուն, մեծ տղաներին, որտեղ իրենք են բարեկեցություն ու ապահովություն բերում։ Եթե տղամարդը չաշխատեց, ընտանիքը մի շաբաթ հետո կամ մի ամիս հետո սովից կմեռնի։ Դե կանայք իմ անելուն կծի, որ լայն գնացել դե երեխաներ մի 5 հատ ավելի 5 հատ պակաս ինչ ա եղել, որ տրամաբանությունն է առաջնորդվել։ Ռոմեո ու Ջուլիետտը խոսքի նովելա, այդ Շեքսպիրի գրածը 16-րդ դարում, հա,
որ գրել էր, այն նկատառումներով գրվել է, որ ոսերի ինչա, որ մարդիկ Գերդաստանը Ռոմեոն ու Ջուլիետը թշնամի Գերդաստաններ են եղել, Գերդաստանը դավաճան են ինչ-որ մեկին սիրահարվեն սաղին դեմ գնան, հերիք չի, մի հատ է սիրել ինչ որ սիրո համար մեղն է, իսկ հիմա այդ նույնը մենք հակառակ ենք ընկալում, որ հան սիրո, հան այս են բաների պետքա պայքարել, կյանքի գնով թեկուզ զոհվել մարդկանց տանում է։ Բայց Շեքսպիրի ժամանակ լրիվ կոնտեքստով ա եղել։ Նույնն եւ ընտանեկան արժեքները, ընտանեկան հասկացողությունը։ Հիմա այս սովետական, պոստսովետական երկրները, որտեղ ռուսկի միր են տեսել, բոլշևիզմ են տեսել, կարմիր տերոր, առաջին համաշխարհային պատերազմ, քաղաքացիական պատերազմ, կարմիր տերոր, երկրորդ համաշխարհային պատերազմ, KGB, բոլշևիզմ, կոմունիզմի ապականություն, քարոզչություն, որ բոլորի դեմ եղբայրքուր, ծնողներ, ընկերներ, կոլեկտիվ, շեֆ, ման, սաղ դեմ կառուցվել են այդ լենինիզմի, մարքսիզմի, կոմունիզմի արժեք համակարգում գումարում են այս ռեկլամների, սերիալների, նաև պորնոգրաֆիայի, այս ամեն ինչը մեր գլուխներում առնում է, այդ փորձեն մի քիչ բացազատել, էլի նորից եմ կրկնում, ընտանիքի կարևոր գրավականը, սոցիալական, հոգևոր բարոյական ու նյութական երաշխիքն է, սոցիալականը մենակ նյութականը չէ, էլի մարդը կարա հիվանդանա, լիքը փողեր ունի, բայց ոչ ոք չխնամի իրան, սոցիալական երաշխիքը շատ բան է իր մեջ ներառում։ Էտա ամուսնությունը ու ընտանիքը գլխավոր գրավականը էտա հնում մարդիկ այդքան սովից չմեռնելու գլխի վրա ծածկում են ալուցակի դիմագրավելու առաջնահերթություն եղել, կենաց մահուկարիվներ եղել, գումարած համաճարակ պատերազմներ, հիվանդություններ, այնտեղ ավազակային հարձակումներ են, ոնց որ մարդը տենց սեր, այնտեղ համատեղություն, ճաշակ, այնտեղ լա գնալ, էս անել, տենց բաներին առաջնահերթություն չի տվել, հետո որ 17-րդ դարում 19-րդ դարում կյանքը սկսել է բարեկեցիկ լինել, զարգանալ, ապահով լինել, մարդը սովից սրտից, համաճարակից մեռնելու խնդիրները սկսել է լուծել, մարդիկ սկսել են նաև այդ ուղղությամբ մտածել։ Բայց դա միևնույնն է չի խանգարում այս ռուսկի միրի, բոլշևիզմի այս ինտերնետային տերորը, որ սովետի ժամանակ ուրիշ ձև էր, զմունթուցոր տարիներին սերիալային, խոպանային այդ կիսաբաց լուսամուտներով ապականեցին մեր արժեք համակարգը, ճիշտ ապականացած չթողին վերականգնել, մեր այդ ինտերնետային, որ ամեն ինչ մեզ պարտք են, մենք ոչ մեկին պարտք չենք, սաղի վրա թքած ունենք, այդ հասկացողությունները խանգարում է։ Ուրեմն ընտանիքը լինում է համայնքային։ Մինչև բրոնզե դար ընտանիքը եղել է համայնքային, հիմնականում մատրիարքատ, կանայքին ամեն ինչը ռոլի տաղել, համայնքի մեջ են ապրել, տղամարդիկ այդպես ամուսնալուծություն հասկացողություն չի եղել, իրար հետ ապրել են, կարող է դա փոշմանեն ուրիշի հետ ապրեն, երեխեք իմացել են, ով ծնողն է, համայնքի մեջ եղել, կինը մեռել է, մի ուրիշ կին է բերել, տղամարդն է մեռել, մի ուրիշ տղամարդ հետ է կապնվել, բայց բոլորին համայնքը տիրություն արել։ Հետո պղնձե դարում, որ արդեն սկսեցին մարդիկ հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվել, էլի ամբողջ տարածքը բոլորին էր, հողը բոլորին էր, անասունը բոլորին է, բոլորը աշխատում են ու հավասար բոլորը աշխատանքը բաժանվում էր, էլի համայնքային ընտանիք էր, բայց մարդիկ սկսել են չհանդուրժել են հետույքների քորող եւ ոչ կիսապարավ ձև անող գործանող են մարդկանց, որոնք սեփական մեծ աշխատանքի հետ համարժեք դու իրենց հետ պիտի կիսվես այդ ձրիակերներին, դրա համար ինտերվեց ընտանիք բրոնզե դարը պայմանավորված է նրանով, որ մարդը իր հասանելիքը սերմացուներ, անասուններ ընտանիքը վերցնում, գնացել են երկու սարենկում, այնտեղ համատեղ տնտեսություն է ստեղծել, որ իր աշխատանքը իրան մնա։ Ու եթե հաջող ա եղել, քանի որ կյանքը իսկում ա եղել, կլիմայական հիվանդություններ, դաժան պայմաններ ա եղել, մանավանդ շատ ա եղել, հա, չհաշված կողի հարձակումներ շատ ա եղել, բազմակնություն ա եղել, հիմա կանանց մեծ մասը բարձրակարգ բժշկության պարագայում լուրջ խնդիրներից բուժվում է, ծննդաբերության ժամանակ չեն մահանում, երեխաները նույնպես, իսկ հնում էդի չի եղել, էդի չզուգացվել է բազմակնությամբ, երբ որ արդեն երկաթե դարում Հիսուսի ժամանակ կյանքը այնքան զարգացավ, որ արդեն շատ տեղեր ակտուալ չէ բազմակնությունը, եղավ միակնություն։ Դե մահմեդականը քան որ իրենց ռեգիոնում ավելի շատ ագրեսիվ է կյանքը վտանգված է բազմակնություն է, բայց կա նաև Տիբետի Հնդկաստանի հյուսիսային հատվածներում բազմա ամուսնություն, երբ որ մի կինը մի քանի տղամարդ ունի, այնտեղ կյանքը այնքան դժվար է, որ ընտանիքում երկրորդ ծնված աղջկան գցում է պրոստը ձոր,
որտեղ ավելորդ բերան չունենան, որի կյանքը այնքան ստաբիլ է, հասարակությունը ագրեսիվ չի, պատերազմներ, այդպես միշտ կլանային պայքարներ չկա, դրա համար տղամարդկանց մանրավատ տոկոսները քիչ, ուստի դա կյանքի իրողություն է։ Ինքնավար իրողությունը հասել է նրան, որ ընտանիքը պատասխանատվությունից կիսում է, կա հայր ընտանիք, պատրիարքալ, կամ մայր ընտանիք, որ գերական մայրն է, պատասխանատու կա, որ ամեն ինչը կիսվում է իրար հետ։ Ինքնատենդենսը մեծամասամբ դրա մեջ է գնում։